Պարոն Սիմոնյան, ազգային ժողովի միջադեպել եղավ Խաչատուր Սուքիասյանի եւ Նարեկ Կիրակոսյանի միջև լրագրող։ Խաչատուր Սուքիասյանը հաճախ է այսպես շատ բուրն էմոցիոնալ վիճակում գտնվում, գոռգոռում, ձայնի տոնը բարձրացնում, բայց այդ կոնկրետ այդ հարցազրույցի ժամանակ Նարեկ Կիրակոսյանը դեռ որևէ հարց անգամ չէր հասցրել հնչեցնել։ Դուք դատապարտում եք Սուքիասյանի նման պահվածքը եւ առհասարակ ինչ գնահատական կտակ այդ միջադեպին։ Չեմ դատապարտում, ես դատապարտում եմ կպչուն վերաբերմունքը, ես դատապարտում եմ մարդկանց այն բանից հետո, երբ որ ինքը հայտարարում է, որ ինքը այնուամենայնիվ չի ուզում հարցազրույց տալ, այլ նյարդայնացնելը, հունից հանելը եւ դրա շուրջ լուր ստեղծելը։ Այսինքն այդ դրա լուրը որն էր, որ կարելի է մարդուն գնալ քնել, անընդհատ sense բզբզել, միջև ինքը ասի՝ մի արա, ասեք, ըհը, լրագրողը հարձակվեց Ալեն Սիմոնյանի վրա։ Դուք ոնց կարելի է այդպես բան անել։ Կամ հակառակը, կամ յուրաքանչյուր պարագայում ճիշտ Ալեն Սիմոնյանը, որտեղ տենց ավելի շատ կկարդացվի։ Դա նորմալ է, դուք համարում։ Պատկերացնում լրագրողի գործառույթը պատասխան ստանալն է պաշտոնյայի։ Պատասխան ստանալը ու մարդուն, ասենք, նյարդայնացնելը, դրանք տարբեր բաներ են։ Հարկեր ինչ աշխատի թող չնյարդայնան, բայց ես ներողություն եմ խնդրում, չվիրավորվեիք, երբ որ Անդրանիկ Քոչարյանը ձեզ բան ասեց, ինչի վիրավորվեցիք։ Եթե լրագրողը վիրավորի, խնդրեմ։ Ներողություն, այսինքն եթե Քոչարյանը Անդրանիկը դա չասեր, ուրիշ մարդ ասեր չէիք վիրավորվելու։ Չէ, ասում եմ, եթե վիրավորել լրագրողը, խոսքը վիրավորել, շատ սուբյեկտիվ բան եք ասում, ասում չնյարդայնան։ Ասենք անընդհատ հանդուրժող լինի պաշտոնյաների կոդեքսով պիտի իրենք։ Ներողություն, այսինքն ինչ է, բղավեց ասեց ինձ հանգիստ թող։ Գիտեք, մենք մի հատ հարևան ունենք, ես էլ ասեմ ու վերջացնեմ։ Լավ, եկեք, ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողներին այս հարցը այնքան էլ հետաքրքիր չի, եկեք հումորով ավարտենք։ Մենք մեր առաջի հարկում մի հարևանուհի ունենք, որը իր ամուսնու հետ բաժանվելուց հետո իր ամուսնուն անձրևանոցով ծեծում էր եւ գոռում էր օգնեցեք, բայց ինքն էր հարվածում։ Շնորհակալ եմ։